Հարձակում Նիկոլ Փաշինյանի վրա անվտանգության աշխատակիցների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ կանխվեց Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցող միջադեպը։ Հնարավոր է, որ ուղղակի անվտանգության աշխատակիցները ոչ թե մեկուսացնեն, այլ տեղում գնդակահար են այդ անձնավորությունը, որովհետև ոչ մեկ չի իմանում այդ մարդու ձեռի ինչ-որ բան կա, կտրող ծակող գործիք կա, չկա եւ ինչն է շատ կարևոր եւ ինչին ես կցանկանամ, որպեսզի մեր հայրենակիցները ուշադրություն դարձնեն, տեսեք, վայնասումն էին դրել, չէ՞։ Երեխա է, պարզվեց 19 թե 18 տարեկան է։ Ես որ 18 տարեկան էի, ավտոմատ Կալաշնիկովը այդ AK-74-ը ձեռքս հայրենիքն էի պաշտպանում։ Այդ այտենց ոռնացողներին եմ ուզում ասեմ։ Երբ որ ես 18 տարեկան էի, ու իմ նման շատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որովհետև որոնք որ Արցախում այդ քութիկների հողն էին պաշտպանում։ Իրանք երեխա չէին, Ռոբերտ Աբաջյանը երեխա չէր։ Շուտ մարդկանց զանգում խաբում են, ուղղորդում են, գնացեք սենց արեք։ Ես ուղղակի մեր ժողովրդին եմ ուզում տեղեկացնել, որ սիրելի հայրենակիցներ, դուք դառնում եք գործիք այդ մարդկանց ձեռքում, բայց այդ մարդիկ ոչ միայն իրանք այդպես կանգան երեխուն են վերցե թռե Հայաստանից, այլ իրենց Գերդաստանին վեկալե փախել են իրենց համար Ռուսաստանում նստած քութիկություն են անում Կիրենկոյի համար։ Ձեզ էլ օգտագործում են։ Թակած ունեմ, թե իր վերջի զանգը ինքը որտե է անելու։ Այ Բերթում հիմա վերջի զանգ կանի, որ գլուխը մտնի, որտեղ 18 տարեկանը պետք է բանակում լիներ, ոչ թե թափառեր, որ մի հատ էլ մեկի խելքին ընկներ, կուտը ուտեր, մի հատ էլ բանում, քնչականում է վատացել, չգիտեմ, այդ Քոչյան Լևոնիկի բանն են, Չակորիկին եմ կհիշեք, որ գնաց են ոստիկանների բերետների վրա գրեց, քրեական գործը հարուցեցին, մեկը տենանք նայում պարկած է։ Սուզան Մարքանով Սիուշով բան էր, այս մատը նկարել էր Սիուշոն լոխի, գցել էր բան Instagram, բա Լևոնը բանը արել, մատը ճղվել է ու ուղեղի ցնցում է ստացել։ Ասենք Լևոն Քոչյանին մինիմում պիտի մանդիրովկով խփեն գլխին, որ ուղեղի ցնցում ստանա։ Թեփկերը դեսպա մեծացել է։ Դուք չեք հասկանում, արա որ դուք հնդկական կինոյի պերսոնաժեր չեք այլևս։